Հայկական ապրանքների Ռուսաստան չարտահանելուց միայն տվյալ բիզնեսները չէ, որ վնաս են կրում։ Էմբարգոն ինչ կարժենա ընդհանուր մեր տնտեսության համար մոտավոր նախնական գնահատական արդեն կա։ Հաշվարկ ուսումնասիրությունն արել են Կենտրոնական բանկում գրաֆիկներ կազմել այս փուլում արգելքի տակ հայտնված ծաղիկներ, ջերմոցի բերք, ծիրան, դեղց, սալոր կորիզավորներ, պահածո, հանքային ջրեր, ալկոհոլ, ծխախոտ ապրանքախմբերի համար։ Սպառում ու արտահանում հարաբերակցությունը մոտարապես օրինակ ծաղիկների մասով եթե նայեք մոտարապես կեսն է արտահանումը սպառման ու դրա զգալի մասը Ռուսաստանը։ Մուկ կապույտը դա Ռուսաստանն է։ Երկրի համար զգայուն հարցը գլխավոր դրամատանը նախհետաքրքրել է գնաճի, այս դեպքում գնանկման տեսանկյունից։ Սցենարները բազում են։ Եթե օրինակ չստացվեց փոխել շուկաները ու մենակ մնացինք բացառապես Ռուսաստանի շուկայի վրա, այդտեղ ազդեցությունը գնանկումային մեր գնահատմամբ կարող լինի մինչև 0.6%։ Այսինքն այդ ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկը ավելանալու է։ Նաև ֆինանսական հաշվարկներ են արել, դիտարկել մի քանի սցենար, լավատեսական, ենթադրելով, որ դաշնության փոխարեն հնարավոր կլինի արագ ու համարժեք գների այլ շուկաներ գտնել։ Կա նաև վատատեսական տարբերակ։ Որ ապրանքների արտահանման մասով որ խնդիրներ ունեն կամ ներմուծման պայմանների խստացում, այսպես ասած, կամ ինչ-որ կարանտինի մեջ, այսինքն այդ ապրանքների մասով արտահանումից ստացվող եկամուտները հնայի մեջ մոտապես 1.5-2%-ի չափի են։ Հնչեցրած թիվն ի դեպ միայն այս պահին չարտահանվող ապրանքների մասով է, արգելքն ինչքան կտևի եւ արդյոք կընդլայնվի այլ ապրանքների վրա կանխատեսում չկա, միայն վիճակագրություն։ Դեպի Ռուսաստան ընդհանուր մեր ապրանքային արտահանումը հնայի շուրջ 6%-ն է։ Ռուսական շուկայի կողմից կիրառվող սահմանափակման հետևանքով արդյոք ռիսկ չկա, որ կկրճատվի երկիր մտնող արտարժույթի ծավալը։ Մտավախություն չունեք, տուժող տնտեսվարողները ֆերմեր թե գործարան փորձեն գոնե ժամանակավոր կրճատել կոլեկտիվների աշխատավարձը, ինչի արդյունքում մարդիկ ու բիզնեսները փողի խնդիր կունենան վճարելու բանկերից վերցրած վարկերը։ Լրագրողները հարցերի այս մեծ խումբն ուղղեցին Կենտրոնական բանկի ղեկավարին։ Եթե իրավիճակը խորանա, չեն բացառում որոշ դեպքերի համար կիրառել COVID-ի կամ պատերազմի ժամանակվա օժանդակությունների նման ծրագրեր, կոնկրետ լուծումների մասին վաղ է խոսելը, բայց քննարկումներ ունեցել են, չթաքցրեց Մարտին Գալստյանը։ 3 սցենարով էլ մտածել ենք, խոսել ենք, այս պայդրությամբ այդքանը։ Բանկերի հետ կա քննարկումներ։ Բանկերի հետ դեռևս չկա, այս պայդրությամբ քննարկումները պիտի լինի կառավարության գործընկերների հետ, որին կհաջորդի արդեն բանկերի հետ մեր քննարկումները։ Այս մարտահրավերի կողքին գլխավոր դրամատան ֆինանսիստներին պարզվեց չի մտահոգում որոշ ապրանքների ակցիզային հարկը բարձրացնելու պետության քաղաքականությունը։ Գրեթե անհնար են համարում Հայաստանի համար ռուսական գազի թանկացման հավանականությունը։ Այդ սցենարները X տիպի սցենարներ են, որոնք կարող են տեղի ունենալ, բայց դրանց հավանականությունը ծայրահեղ քիչ է մեր գնահատմամբ։ Եթե հանկարծ բնականաբար տեղի ունենա, ինքը իր այդ բերելու է բնականաբար գնաճ, որովհետև ինքը արտադրության մեջ է նաև ազդելու երկրորդային էֆեկտներ ունենալու։ Կենտրոնական բանկի գործիքակազմում չկա որևէ գործիք, որով դու կարաս կանխարգելիչ բան անես այդ գազի գնի թանկացման շուրջ։ Այնինչ կարող են, արել են, երկրի ներսում հաշվել, վերլուծել են զբոսաշրջային մեծ հոսքերի, ծառայությունների ճյուղի ու շինարարության աճի ազդեցությունը։ Արտաքին գործոններից էլ Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման ֆոնին նավթի որոշակի գնանկումից մինչև ԱՄՆ պետպարտքի հեռանկար, ԱՕԲ տիպի սցենարներ կազմել, քննարկել, քվեարկել ու հերթական անգամ անփոփոխ թողել քաղաքականության տոկոսադրույքը։ Այն կպահպանվի 6.5% մակարդակում։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։